Սուրբ, Սուրբ, Սուրբ Տեր զորությանց լի են երկինք եւ երկիր փառոք քո։ Այս խոսքերը սերոբեների խոսքերն են, որ Եսայի մարգարին տեսիլքի մեջ տեսավ 6 թևերով սերոբեները թրջում էին եւ ասաց ով այդ տեսիլքը որ տեսավ Եսայի մարգարեն սարսափեց սրբությունը զգաց երկնային սրբությունը զգաց մաքրությունը ներդաշնակությունը կատարյալ խաղաղությունը զգաց եւ ասաց Տեր ես պիղծ շուրթեր ունեմ եւ պղծաշուտ ժողովրդի մեջ եմ ապրում այսինքն միանգամից զգաց երկնքի ու երկրի տարբերությունը սրբության մաքրության ու երկրավոր մեղավորության տարբերությունը եւ այդ պահին Սերոբեն իրեն օգրեց բարձացավ ունելիով վերցրեց երկնքի կրակից իջեցրեց եւ հպեց շուրթերին Եսայի մարգարեն ասաց քո շուրթերը մաքրվեցին գնա եւ իմ պատգամները փոխանցիր Իսրայելի ժողովրդին հիմա այդ նույն խորհուրդը կատարվում է պատարագի ժամանակ ունելին ինչ է շուշպան է որ ավետարանը բռնում ենք ավետարանը կրակն է հա ինչպես հրեշտակը ունելիով կրակը վերցրեց երկնքից պատետեցրեց բերեց Եսայու մարգարի շրթունքներին քսեց այդպես էլ հրեշտակին խորհրդանշում է սարկավագը ունելին շուշպան է կրակը ավետարանն է վերցնում է խորանի վրայից երկնքից վերաբերում է աննում ավետարանի վերաբերում նշանակում է վեր բարձրացնել բարձրացած պատտել իտես ժողովրդի ենք չէ անում վերաբերումը սարկավագը վերցնում է խորանից իտես ժողովրդի վերաբերումն անում է բերում է ներքևը դպիրին դպիրը պիտի ավետարանը համբուրի դպիրը խորհրդանշում է Եսայի մարգարեն եւ Եսայի մարգարե է կարդում հիմնականում մեծ տոներին, կիրակի օրերին Եսայի մարգարե է կարդում եւ շրթունքները համբուրում է, մաքրվում է, որից հետո Աստծո խոսքը փոխանցում է։ Եսայի մարգարեն կոչվում է Աստվածախոս մարգարե, որտեղ ամենաշատը Եսայի մարգարեն է Քրիստոսի տնօրինական խորհուրդների մասին մարգարեություններ անում։ Օրինակ Քրիստոսի ծննդյան մասին ահա կույսը պետք է հեղիանա եւ մի որդի պետք է դնեն եւ անունը դնեն Էմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ է։ Եվ այսպես Քրիստոսի բոլոր տնօրինական խորհուրդների մասին գրեթե Եսայի մարգարեն մարգարեացել է։ Այդ պատճառով ասում ենք Աստվածախոս մարգարե Եսային։ Եվ Եսային եղել է Իսրայելի մի շարք հզոր թագավորների օրոք։ Ամենանշանավոր թագավորը Եզեկիա թագավորն է, որ Եսայի մարգարեությամբ հաղթեց Սենեքերիմ արքային, իհարկե Աստծո հրաշքով ու 185,000 կոտորվեցին, Եսային ասաց, վաղը այդ ասորեստանցիների զորքը որ տեսնում եք չի լինելու։ Առավոտյան արթնացան տեսեն հրեշտակը 185,000 կոտորել էր։ Եվ այդպես փրկվեցին։ Բայց նաև Եսայի մարգարեն եղավ Եզեկիա թագավորի որդու Մանասեի օրոք։ Մանասեն շատ չարիքներ գործեց։ Ամբողջ սրբությունները ոտնակող արեց, կոտորեց շատ հաղորդող մարդկանց, մեհյաններ, կռատաներ պատրաստեց Երուսաղեմում, Սուրբ տաճարը պղծեց եւ չարիքը տարածեց եւ վերջում գիտեք ինչ արեց։ Եսայի մարգարուն մեջտեղից ծղոցեց։ Մանասեի մասին Սուրբ Գրիգոր Նարեկացին մի ամբողջ գլուխ ունի։ Եսայի մարգարուն մեջտեղից ծղոցել է Մանասե թագավորն Եզեկիայի որդին, Եզեկիան, որ Եսային ընդունում էր եւ Եսայի աղոթքով Եզեկիա թագավորը պիտի մահանար։ Եվ Եսայի մարգարեն եկավ ասաց հաշիվներդ կարգավորի մահանալու ես։
Պատտվեց Եզեկիա թագավորն պատի կողմը եւ սկսեց աղոթել արտասուքներով։ Դերևս Եսային արքունիքից պալատից դուրս չէր եկել, Աստված խոսեց Եսայու հետ եւ ասեց. «Գնա Եզեկիային ասա, որ այդքան բարի գործեր ես արել, չես մեռնի։ 15 տարի էլ կապրես»։ Եվ վերադարձավ Եսայուն Եզեկիա թագավորին, ասաց, որ Աստված ինձ հայտնեց, չես մեռնի, 15 տարի էլ կապրես։ Եվ ասաց, եթե դա է, ուրեմն արևի ժամացույցը թող կանգնի։ Եվ Աստված Եզեկիա թագավորի եւ Եսայի մարգարեի աղոթքով արևակարգի ժամացույցը կանգնեցրեց։ Պատկերացնում, կեսմիսի հրաշք տեղ ունեցավ։ Բայց այդքան բարիքը, որ գործեց Եսային, Եզեկիային, նրա որդին Մանասեն սղոցեց մեջտեղից։ Մանասե թագավոր 52 տարի թագավոր է եղել։ Եվ հետո նրան ձերբակալեցին, տարան Բաբելոն։ Բաբելոնում, զնդանում, գուբում Մանասեն զղջած դարձի եկավ։ Եվ գիտեք, որ աղոթքը գրեց. Տեր ամենակալ, Աստված Աբրահամ ու Իսահակա եւ Հակոբա, ամենակալ Տեր, Թեոս մեղսին։ Տեր ամենակալը գիտեք, մեծ պահքին միշտ աղոթում ենք, հա? Եվ ավակ 5 շաբթի օրն է նա ապաշխարության կարգը։ Այդ ում աղոթքն է։ Մանասե թագավորի աղոթքն է։ Իսկ Մանասե թագավորը ինչ չարիքներ գործեց, բայց հետո զղջաց նարեկացին այդ գլուխի մեջ Մանաս ասում է, որ Աստված ներեց, վերականգնվեց թագավոր, վերականգնվեց Մանասեն, Եզեկիայի որդին, Եսային սղոցողը վերականգնվեց, դարձավ թագավոր։ Եվ փորձեց իր սխալները սրբագրել, բավականին բաներ արեց, լավ բաներ արեց, բայց իրենից հետո արդեն թագավորությունը անկում ապրավ, որտեվ այլևս չեղան Եզեկիայի նման եւ Եսայի նման հզոր մարդիկ, սուտ մարգարեներ էին դուրս գալիս եւ Իսրայելի թագավորները եւ ժողովուրդը ամբողջ կուրքերին էին պաշտում, կռապաշտության մեջ էին ընկել։ Վերջին սուրբ մարգարեն Իսրայելի մինչև գերությունը եղավ Երեմիան։ Իսկ Երեմիային ինչ արեցին, քարկոծեցին, բանտարկեցին, չարչարեցին, սպանեցին, տղմով լի գուբի մեջ գցեցին։ Այսպես էր մեր սուրբերի կյանքը, Եսայի մեծ սրբությունը եւ կոչվում է Աստվածախոս մարգարե։ Իր ամբողջ կյանքը իր ժողովրդի, Իսրայելի ժողովրդի համար աղոթեց, այդքան բարիք գործեց, մարգարեեցավ, վերջում Մանասե թագավորի կողմից սղոցվեց մեջտեղից։ Բայց փառք Աստծո, մենք Եսային միշտ կարդում ենք եւ աղոթում ենք, խնդրում ենք, որ Եսայի մարգարեն, Աստվածախոս մարգարեն մեզ բարեխոս լինի։ Ամեն։